Հայաստանում այլախոհություն երբ ասում ենք, պետք է բաժանենք ճամբարներում, քաղաքական ճամբարներում այդպիսի բաժանում միշտ կային դեմոկրատներ, դրանք հիմնականում ռուսներն էին, որոնք որ բռնապետության դեմ էին, նրանք կայսրության դեմ չէին։ Պարզապես սովետական իմպերիան լիներ, բայց ժողովրդավարական լիներ, եւ կային ազգայնականներ, պատրիոտի, այսպիսի դասակարգում կար պատրիոտ Или դեմոկրատ, ուրեմն հայ այլախոհները չնչին բացառությամբ բոլորն էլ պատրիոտներ էին, հայրենասերներ էին, այսինքն մենք խնդիրը հատկապես չէինք դնում ինչ ռեժիմ լինի սովետական միությունում, մեզ կարևոր էր, որ մեր ազգային շահերն էինք մենք պաշտպանում ու այդ իմաստով Հայաստանում իրականում այդ շարժումը եղել է հայրենասիրական։ Հիմա մենք կարող ենք դրա մասին միայն խոսել Հայաստանում ինչ մթնոլորտ էր իմ ակտիվության տարիներին։ Ես նախ ծնվել եմ մեր ընտանիքում, ծնվել եմ այն ընտանիքում, որտեղ որ մենք դրանով զբաղված էինք, իմ նախնիները անկախ Հայաստանում առաջի հանրապետությունում եղել են մասնակցել են այդ երկրի ձևավորմանը, մեր երկրի ձևավորմանը, պապս եղել է բանակի սպա, հետո մեր բոլոր հարազատները կուլակաթափվել են, աքսորվել են, մի խոսքով մենք գիտեինք ինչ է սովետական միության ռեպրեսիվ ուժը եւ գիտեինք նաեւ լավ հիշում էինք ու գիտեինք ինչ է նշանակում անկախություն, ինչ է նշանակում պետություն, պետականություն, մենք միջելոց շատ ենք տարբերում նոր սերնդից, որովհետեւ եթե հիմա դուք երիտասարդները պետք է դա քրոնիկայով, այսինքն հեռուստատեսությամբ գրքերից ալբոմներով եք դրան ծանոթանում, հանրագիտարանով եք իմանում ինչ էր Հայաստանը, մենք պարզապես շփվում էինք նրանց հետ։ Մեր տանը կային մարդիկ ողջ, մարդիկ, պապիկս, տատիկս, որոնք ինձ ասում էին, թե մենք ինչ ենք կորցրել, համեմատում էին այն ժամանակ եւ այս ժամանակ, բայց շատ լուրջ էր դա դրված, փակ բերան լինել։ Տանից տանը ինչ որ խոսում ենք, դուրս չի գալիս ոչինչ։ Տանը այլ կյանք է, դրսում դպրոցում պիոներական, կոմերիտական, կուսակցական կյանքում բոլորովին այլ։ Այսպիսի երկփեղկվածություն կար մեր կյանքում։ Իսկ 1965 թվականի ապրիլի 24-ի այդ երթին ու հանրահավաքին ես պատահաբար մասնակցեցի, պատանի բռնցքամարտիկ էի, այդ օրը մենք այնտեղ մարզական միջոցառում ունեինք, ես հայտնվեցի այնտեղ ու դրանից հետո արդեն կարելի ասել, որ ես բացահայտ մտա հակասովետական կյանք։ 1965 թվականից, այսինքն ես դպրոցական էի, երբ սկսվեց իմ այդ կյանքը, դպրոցականներով, ասեմ, որ դա բացառիկ բան չէր, այդ ժամանակ շատ կային ակումբներ, մշակույթի ակումբներ, գրասերների ակումբներ, պարզապես երիտասարդական միություններ, որտեղ հավաքվում էին ուղղվածությամբ պատանիներ, որոշակի ուղղվածությամբ, հայրենասիրական ուղղվածությամբ, օրինակ արգելված կամ չտպված բանաստեղծություններ Շիրազից, Չարենցից, Երեշի Չարենցը նոր է վերջը ամբողջությամբ հրատարակվում, այդպիսի ակումբներ կային, մենք էլ ստեղծեցինք ավելի ճիշտ մեզանից առաջ արդեն դա արվել էր, մենք կրտսեր սերունդն ենք, Հայկաց Խաչատրյանը, նկարիչ, Շահեն Հարությունյանը եւ Զատիկյան Ստեփանը ստեղծել էին, նրանք այդ ապրիլի 24-ին հիմքը դրվել էր այդ կազմակերպության, ազգային միացյալ կուսակցություն էր կոչվում այդ կազմակերպությունը, անկախության կազմակերպություն էր։ Մենք միացանք նրանց, իսկ մեր կազմակերպության, դպրոցականների այդ կազմակերպության հիմնադիրը, ես հիմա պետք է դա ասեմ, Հայրիկյան Պարույրն էր, նա այն ժամանակ շատ ակտիվ էր, աշխուժ էր եւ գրավիչ էր, նա համոզիչ եւ անձնազոհ երիտասարդ էր այն ժամանակ ու նրա շուրջը համախմբվում էին ու սկսեցինք նախ անմեղ հանդիպումներ էին սկզբից անմեղ կարելի ասել ինչ իմաստով անմեղ, որ ուղղակի արշավներ էին դրանք
ոտքով, հեծանիվով, հետագայում մենք մոտոցիկլետներ ունենք, մոտոցիկլետներով գնում ենք պատմական հուշարձանները, մասնակցում ենք օրինակ Էրեբունի այդ համալիրի այժմ որ կա, դրա պեղումներին կամավոր, հետո Եղեռնի հուշարձանի շինարարության ժամանակ նույնպես գնում էին կամավոր բանվորություն էին անում, այդպիսի դրանից հետո փուլ առ փուլ մեզ սկսեց KGB-ն հալածել, այդպես ստացվեց, որ մեզ օգնեց KGB-ն, որովհետեւ մենք դառնանք աստիճանաբար ընդհատակյա բաց կազմակերպությունից, ակումբից մեր միությունը, մեր ընկերությունը վերածվեց ընդհատակյա կազմակերպության, իսկ ինչպես ես բռնվեցի, մեր կազմակերպության աղջիկներից մի քանիսը Վանաձորի ճանապարհին թռուցիկներ էին բաժանել ու բռնվել էին, հետո KGB-ն այդպիսի բան ունի եւ հիմա էլ երևի այդպես է, պետք է անպայման բացահայտվի աղբյուրը։ Աղջիկները չգիտեին ովքեր են տպողները, նրանք բաժանողներ էին ու անհրաժեշտ էր որ դա փակվեր, մենք այսպես ասած ջենտլմենական բանով որոշեցինք ամեն մեկս մի դեր պետք է ստանձներ, ես աղբյուրը դարձա, ին վրա վերցրեցի, որ իբր ես եմ դրանք պատրաստել։ Ու տվել եմ իմ ընկերներին, որ բաժանեն։ Այսինքն սովորական բան էր այդ թռուցիկների մեջ սովորական, սկզբնական շրջանում շատ անմեղ բաներ էին, որ հիշենք մեր անցյալը։ Հիշենք, որ Հայաստանը այսքան մենք գիտենք եւ ձեզ կոչ ենք անում ու տեղյակ ենք պահում, որ Հայաստանը այսքան փոքր չի եղել։ Հայաստանը այսքան նվաստացած չի եղել եւ Հայաստանը, սովետական Հայաստանը մեր հայրենիքի մի մասն է ընդամենը։ Մենք ապագա ունենք եւ պետք է պայքարենք այդ ապագայի համար։ Մոտավորապես այսպես թռուցիկներ էին, անմեղ ըստ էության։ Ուրեմն այդտեղ ես առաջ անգամ հայտնվեցի KGB-ում, բան է, հասկանալի է, այնտեղ ստորագրություններ վերցեցին անչափահասեի ու բաց թողեցին, չդատեցին։ Հետո արդեն մենք աշխատանքի բաժանում էինք կատարել, ես եւ Նավասարդյան Աշոտը պետք է դառնայինք օդաչուներ, այդպես հեռահար ծրագրեր ունեինք, դառնալու էինք օդաչուներ եւ հասկանալի է լավ ծառայելով պետք է դառնայինք լավ ինքնաթիռների օդաչուներ եւ պետք է շանտաժի ենթարկեինք սովետականություն, այսինքն ռմբակոծում ենք Կրեմլը։ Այդպեսի ծրագիր ունեինք, ես մեկնեցի հեռավոր արևելք մտածելով, որ դպրոցից հետո, մտածելով, որ այնտեղ չի հասնի իմ անկետան, այդպիսի կենսագրություն ունեցողը, այդպիսի նախնիներ ունեցողը եւ մինչեւ դպրոց ավարտել այդպիսի կենսագրություն ունեցողը KGB-ում հայտնված որպես թռուցիկներ տպող եւ տարածող, հասկանալի օդաչու չէր կարող դառնալ։ Մանդատային հանձնաժողով կար այն ժամանակ, բոլոր գաղտնիքներ կամ ստրատեգիական նշանակություն ունեցող ծառայությունները կամ կրթությունը անցնում էր մանդատային հանձնաժողով, այսինքն վստահելիության ցուցանիշներ կային, այդ իմաստով իմ նախնիների պատճառով աքսորվածների թագավորական եւ ժողովրդավարական Հայաստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացու թորը բարձր որ չէր դառնա օդաչու։ Ես հեռավոր արևելք գնացի, որպեսզի այնտեղ ազատ էր։ Իրոք նույնիսկ կարելի էր ընդունվել։ Բայց սկսվեց չինական այդ դեպքերը սկսվեցին Դամանսկի կղզու ու ինձ արդեն զորակոչեցին բանակ։ Սովետական բանակից, այսինքն ես բանակում բարձր որ չեմ մասնակցել ինչ որ ընդհատական աշխատանքների բանակից ես վերադարձա տրավմաներով ու բացի դրանից իմ ընկերները Հայրիկյանը, Նավասարդյանը, Զատիկյանը, Հայկաս Խաչատրյանը նրանք արդեն դատված էին։ Նրանք Երևանում այդ բացակայության ժամանակ նրանք Երևանում դատվել էին։ Նրանք վերադարձան 72, 73, 74 թվականներին վերադարձանք ու մենք նորից սկսեցինք մեր գործը, ես 74 թվականին ձերբակալվեցի, թռուցիկներ էինք տպում մենք, արդեն ազգային մեծալ կուսակցություն անունով, բացի դրանից 60-ական թվականներին իմ ակտիվ մասնակցությամբ ռադիոհաղորդում էին կազմակերպել Եղեռնի հուշարձանում, անսպասելի էր 67 թվականին պատկերացնում եք, որ ռադիո հավաքված մարդկանց մոտ ապրիլի 24-ի երեկոյան ու հանգարց ռադիոն
աղջիկեր կարդացողը ասում էր, որ գենոցիդը միայն 15 թվականին չի եղել, այդ ժամանակ գենոցիդ բառը չէինք օգտագործում, եղեռնան, ջարդ հայերի նկատմամբ եղել է դրանից հետո էլ մինչև 37 թիվը, հետո 40-ական թվականներին եւ հիմա էլ շարունակվում է, ուրեմն կորց չեն նրանք, ովքեր որ դա անում են եւ կեցե հայ ժողովուրդը եւ անկախ Հայաստան, այդպիսի տեքստ կարդաց աղջիկը, բայց մենք դա արել էինք ձայնագրություններ, ձորում էր դրված մագնիտոֆոնը, հրազդանի ձորում էր դրված, մենք գիշերը նախորդ օրերին կաբելներ անցկացրել էինք, տեղադրել էինք այդ էլեկտրո ենթակայանի վրա էր դրված դինամիկը ու ոստիկանները KGB-ի հետ աշխատակիցները շրջապատել էին, դուռը ջարդում էին, կարծում էին ներսում է, մինչև դուռը ջարդեցին մտան ենթակայան, հաղորդումը վերջացավ։ Ուրեմն դա ծանր մեղադրանք էր, որին ես մասնակցել էի, արդեն 74 թվին, դա չէր բացահայտվել, 74 թվին է դա բացահայտվել, բավական երկար ժամանակ, լավն էր մեր կազմակերպությունը, մատնիչներ չկային, թույլեր չկային, հետո բազմաթիվ էպիզոդներ կային թռուցիկների, մենք թռուցիկներ էինք պատրաստել հայրենասիրական բովանդակությամբ։ Կեցցե Հայաստանը, կեցցե անկախ Հայաստանը, գործ չեն բոլոր նրանք, ովքեր որ դեմ են անկախ Հայաստանին, այդպիսի բովանդակությամբ։ Ձայնագրությունը էպիզոդներից մեկն էր, մյուս բաները թռուցիկներն էին, հետո մեր ընկերներից մեկը Զոհրաբյան Ռազմիկը Լենինի բարձրադիր նկարն էր հրկիզել իր ընկերոջ հետ ու դրա պատճառով դա ծանր գործ էր համարվում ու քանի որ մենք Զոհրաբյան Ռազմիկի հետ հարևաններ էինք, մանկության ընկերներ էինք, հասկանալ է բոլորս կասկածվում էինք, որ կարող է իր ընկերը լինենք ու որպեսզի այդ գործը փակվի, գործը պետք է փակվեր, անընդհատ փնտրում էին, KGB-ն անընդհատ փնտրում էր երկրորդին, մենք մեր պայմանավորությամբ մենք պայմանավորեցինք, որ կասեմ ես եմ եղել երկրորդը, քանի որ տեղյակ էի արդեն այդ գործողությանը տեղյակ էի, փակեցինք, փակելու համար ասեցի ես եմ եղել երկրորդն էլ, դա էլ ծանր հոդված էր, դա մինչև գնդակահարություն էր, գնդակահարություն ենթադրում էր այդ հոդվածը, ուրեմն մյուս ծանր էպիզոդը դա էր, որ Լենինի բարձրադիր նկարի հրկիզմանը մասնակցել եմ։ Ու իհարկե այսպես էր այդ հոդվածը հակասովետական պրոպագանդա եւ ագիտացիա էր կոչվում եւ ուներ երկու մաս, մեկը դա անելը, հակասովետական պրոպագանդա եւ ագիտացիա անելը երկիրը քանդելու նպատակով, կա հերյուրանք տարածելու նպատակով, կա երկիրը քանդելու նպատակով, մերը քանդելու նպատակներ եւ 67 հոդվածներ քրեական օրենսգրքի, որը ենթադրում է որ դա կազմակերպության միջոցով է արվել։ Ես դատվել եմ այդ երկու հոդվածներով 65-67, այսինքն հակասովետական եւ կազմակերպություն, մյուսն էլ հանրությանը վնաս, հանրային սեփականությունը մեծ ոչնչացնելու, պետական սեփականությունը ոչնչացնելու, գույքը ոչնչացնելու ու վտանգավոր ձևով։ Դա ծանր էր։ Այքանի տարի եք անցկացրել։ Ընդհանուր առմամբ 10 տարի։ Ես երկու անգամ ներվել եմ, մի անգամ արդարացվել։ Ընդհանուր առմամբ ուրեմն 4 անգամ դատվել եմ։ Այստեղ սկսանք 4 անգամ դատվել եմ ես եւ ամեն անգամ ազատվելուց հետո մի քանի ամիս հետո կամ ինչ-որ ժամանակ հետո նորից դատվել եմ ու որից 3 տարին խիստ ռեժիմում այսպես է, չէ։ Ճստուկ եթե լինենք 7 ամիս ընդհանուր ռեժիմի առաջի դատվածությունը, երկրորդ դատվածությունը 3 տարի, 2.5 տարի խիստ ռեժիմ, իսկ մնացած 7 տարին արդեն հատուկ ռեժիմով ճանաչվել եմ հատուկ վտանգավոր, հատկապես վտանգավոր, ինչպես է գրված դատավարքում չեմ հիշում, հատկապես վտանգավոր պետական հանցագործ ռեցիդիվիստ, դա արդեն փակ ռեժիմով եմ անցկացրել, վերջինն էր դա 81 թվականից մինչև 87 թիվը, 87 թվը արդեն պերեստրոյկայից ազատվել եմ 87 թվականի ամառը Ընդհանուր առմամբ 10 տարի։ Նախ բնական է, որ տարբեր են եղել, որտեղ շատ են, մեր բարեկամները շատ են, բայց մի կարևոր բան կար, իհարկե նրանք չէին ուզում, որ դա լիներ,
որովհետև այսպես էր, մեր բոլոր տղամարդիկ փաստորեն այդ տարբեր ձևերով հայտնվել էին այնտեղ։ Մերոնք դա հիշում էին, գիտեին ինչ է նշանակում գուլագը։ Ինձ ափսոսում էին, բնական է ծնողներս, հարազատներս չէին ուզում, որ ես գնամ դա մահացու ռեժիմ է, սովետական միության դեմ գնալ դա հասկանալի է։ Հիմա մենք հետադարձ հայացքով ասում ենք, քանդվեց, փտած էր։ Այն ժամանակ այդքան փտած չէր երևում եւ մերոնք իհարկե իմ բոլոր հարազատներն էլ ուզում էին, որ ես չընթարկվեմ այդ փորձություններին այդ իմաստով, բայց մի բան էլ կար, որ ասում են մենք էլ ենք այդպես մտածում, մենք էլ ենք դա արել, վերջինաշուտ իրենք էլ են դա արել, չէ՞ վերադարձել էին, մենք Բելամոր կանալն ենք փորել, Ալտայում շինարարություն ենք արել, ասում են մենք էլ ենք դա արել, հետո ինչ պարտադիր է, որ բոլորս գնանք, իմ օրինակ նախնիներն ասում են, բայց մենք այդտեղ եղել ենք, հերիք, մենք ասենք ապաշխարել ենք, մենք ապաշխարել ենք, դու մի արա, դու մնա շարունակի, մեր կյանքը շարունակի, ես 4 քույր ունեի, Նավասարդյան Աշոտը 4 քույր, մենք միակ տղաներն էինք, ասում են, բա մեր տեսակը չպետք է բազմանա, ուրեմն մնացեք, ամուսնացեք, երեխաներ ունեցեք եւ սպասեք մինչեւ ժամը կգա։ Մեր տանը այդպես էին ասում։ Ես քանի որ Նավասարդյան Աշոտի հետ մենք շատ մտերիմներ էինք, նրա պապիկն էլ եղել է բանակի սպա էր, նենց բաները խորհուրդեր էլ ասում են դա մենք արել ենք արդեն տղաներ մենք դա արել ենք մի արեք դուք մեզ հետ համերաշխ էին ես ասեմ բացառիկ բան է լինում են որ տհաճ բաներ լինում են կալանավորների համար երբ որ հարազատներն ասում են լավ բան չեք անում մի արեք զղջացեք փոխեք մերոնք այդպես մեզ հետ համերաշխ են եղել ուղղակի ասել են որ ասում են որ բան է դա տանջանք է դա ձև չի մենք դա արել ենք չի ստացվել մենք դրանց վրա կրակել ենք հրանոթներից իմ պապը հրետանավոր է եղել մենք դրանց վրա նույնիսկ կրակել ենք ու լավ ենք կրակել մի արեք բայց համերաշխ էին աջակցում էին մեզ չէին հալածում մեզ չէին ճնշում առաջ անգամ 3 հոգով էինք Զոհրաբյան Ռազմիկը Մարկոսյան Ռազմիկը ես Մենք շատ էինք իրականում, բայց բաժանվեցին, գործերը բաժանվեցին, կտրկտոր են անում, բոլորիս միասին չդատեցին։ Երկրորդ անգամ Նավասարդյան Աշոտի հետ, մյուս անգամները մենակ եմ եղել։ Նավասարդյան Աշոտի հետ էինք գործով։ Ուրեմն ռեցիդիվիստ ես ու Նավասարդյան Աշոտն ենք ճանաչվել, միասին էինք։ Իսկ խիստը Ռազմիկ Զոհրաբյանի եւ Ռազմիկ Մարկոսյանի հետ եմ եղել։ Մյուսները մենակ եմ եղել։ Բանտային Իմ բանտային կյանքը անցել է տարբերվել է մեր ընկերների փորձից, որովհետև ես շատ կարճ ժամանակում եմ եղել զոնայում, գաղութում շատ կարճ ժամանակում եմ եղել մի 2 տարի, 2.5 տարի, իսկ հիմնական մասը անցկացրել եմ Խցիկում, փակ, ես շատ քիչ մարդկանց հետ եմ շփվել, ամբողջ բանը ռեժիմը փակ է, բանտ փակում են, ասենք 7 տարի հետո դուրսում ասում են գնա տուն Բայց շփվել եմ հետաքրքիր մարդկանց հետ, օրինակ իմ խցակիցներից եղել են ուկրաինացի բանաստեղծներ կային, նրանք հիմա Ուկրաինայում ճիշտ այնքան հարգված են, ինչպես Պարույր Սևակը մեր մոտ, օրինակ Վասիլ Ստուսը, Իվան Սակուլսկին։ Վերջին հաշվով իմ խցակիցն է եղել Շուխևիչ Յուրան, Ռոման Շուխևիչի որդին, հիմա նա Ուկրաինայում հեղինակություն է։ Խցային խցում եմ անցկացրել, այսպես ասած արկածներ, ինտրիգներ, ինչ որ բաներ եղել են, մանավանդ էտապների ժամանակ, ես այդ էտապների ժամանակ մոտարապես 20 բանտում եմ եղել։ Այսինքն սովետական միությունում մեզ պտտում էին, հոգնեցնում էին։ Այսինքն Հայաստանում չեք անցկացրել։ Չէ, Հայաստանում չէ, Հայաստանում մինչև դատվել է, հենց որ դատավարությունը լինում էր, կարգն էր այդպիսի։ Այդ կարգի Այդ հոդվածներով դատվածները Հայաստանում չէին պահում, կային հատուկ նշանակության կալանավայրեր, գուլակ, 2 տեղեր, Դոբրավլակ, Մարդվա և Ուրալ։ Այնտեղ կային զոնաներ, որտեղ պահում էին մոտ 200 հոգի էին։ Մեզ պահում էին պատերազմի, երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների հետ, նրանց հետ, ովքեր որ
սովետական միության քաղաքացիներ են եղել, բայց Վերմախտի կամ Abwehri կամ այդ Waffen-SS էր կոչվում, ոչ գերմանացի գվարդիական զորքերի զինվորականների հետ եմ անցկացրել։ Այդպիսի տեղեր կային, իսկ քաղաքական կալանավորները վերջի շրջանում 200 հոգի էին։ Ուրեմն Հայաստանում չեմ եղել։ Այստեղ երկակի է, դա անդադ տատանվում էր։ Մի դեպքում մենք հույս ունեինք, որ երկար չի մնա, կքանդվի։ Անարդարությունները այնքան ակնհայտ էին եւ երկերեսանիությունը, այսինքն նշանավոր, նվիրված Սովետական միությանը նվիրված, ամենանվիրված մարդկանց մասին մենք ահագին բաներ գիտեինք, որ կեղծ է։ Ամենանվիրվածը նվիրված չի։ Հիմա, եթե դուք դուրս գաք Երևան քաղաքի փողոցները, կտեսնեք հուշարձաններ, հուշատախտակներ առաջի դեմքերի մասին, օրինակ ասենք Աղասի Խանձյանի մասին, Մյասնիկյանի, Քոչինյանի, Դեմիրճյանի, որ նրանք չեն ծառայել Սովետական միությանը, Սովետական միությունը օգտագործում էին հայ ժողովրդի իղձերին համար։ Հիմա ակնհայտ է հուշեր կան, իրանց հարազատներն են դրա մասին պատմում։ Մենք որոշ բաներ այդպեսի գիտենք, օրինակ ակնհայտ էր, որ Աղասի Խանջյանը զոհվել է, ամենավստահելի մարդը Սովետական միության ամենավստահելի հայ մարդը անվստահելի դուրս եկավ։ Մեր ժամանակ, երբ որ մենք պատանի էինք, Զարուբյանը կար։ Զարուբյանը շատ վստահել էր, հայերեն չգիտեր։ Դրանից վստահելի հայ չպետք է լիներ, չէ՞, բայց պարզվեց, որ հայերենասեր է։ Հայաստանը պետություն դարձրեց։ Կարող ենք խոսել Արամ Խաչատրյանի մասին, որոնք որ գալիս էին, դրսից գալիս էին հայկականությունը, հայկական պետականությունը ամրացնում էին։ Մենք դա գիտենք, որ մենք բան չենք առանձնանում։ Այսպիսի համերաշխություն կար համահայկական, հայրենասիրական։ Մենք գիտենք, որ կքանդվի, վաղ թե ուշ կքանդվի, մեր մեջ տարբերություն չկա, մենք բոլորս ենք դա ուզում։ Մենք ուզում ենք դա, հույս ունենք եւ իհարկե տեսնում ենք Սովետական միության դախողումները։ Հիմա դա ուղղակի կարելի է օրացույցը բացանել եւ կարդալ, թե ինչ անհաջողություններ է ունեցել Սովետական միությունը։ Մենք էլ այն ժամանակ գիտենք, հույս ունենք, որ կքանդվի։ Այդ դուք զգում եք, որ դուք զրկվելու եք։ Հիմա երկրորդ մասը ասեմ։ Եվ այդ դեպքում մենք պատանիներ էինք եւ իհարկե մենք հերոս էինք։ Մենք ասում ենք, պատկերացնում եք, չէ՞, մյուսները զբաղված են կոմսոմոլի կարիերա են անում, բան, ինչ որ բժիշկ են ուզում դառնալ, մանկավարժ, գիտնական եւ այլ, իսկ մենք քանդում ենք այդ իմպերիան ենք քանդում ու հետո կհասցնենք մենք, երբ որ կքանդենք, այդ հերոսը սպիտակ ձիու վրա կգանք ու կշարունակենք մեր կրթությունը, կամ էլ նույնիսկ ես ասում եմ, որ ոմանք հենց այդ ուղղությամբ էին ուզում կրթվել։ Մենք ուզում էինք օդաչու դառնալ, որպեսզի ռմբակոծենք Կրեմլը։ Դրանից սկսվում է, էլի։ Իհարկե պետք է լավ սովորեինք, կարիերա էր դա, բայց մյուս կողմից էլ էլի հատուկ է տարիքի հետ կապված, մենք հասկանում էինք, որ մենք զոհվում ենք։ Մենք գիտեինք, որ դա շատ վտանգավոր է, Սովետական միությունը խստասիրտ դաժան է։ Մենք գիտենք, որ մենք կզոհվենք, բայց այն ժամանակ դա էլ էր մի բան, էլի, ամենայն տեղ մահը մի է։ Իսկ մենք, չէ, իմացյալ մահով մենք զոհվում ենք հանուն հայրենիքի, մենք ուրիշն ենք, մենք կանենք դա։ Իսկ մեծ տարիքում արդեն որ հասունացել ենք, դա արդեն դարձել էր դա արդեն ճակատագիր էր։ Մի ինչպես եւ հիմա, օրինակ հիմա էլ ինձ, երբ որ ասում են Եվրազիականությանը հանգիստող 65 տարեկան ես, պապիկ ես, հանդարտվի, ասում եմ, ես չեմ կարող։ Իմ ամբողջ կենսագրությունը դրա մասին է։ Ես ո՞նց կարող եմ հիմա ասել կեցցե մաքսային միությունը։ Ես դա չեմ կարող ասել։ Եվ ովքեր որ ասում են ունեն իմ կենսագրություն, նման կենսագրություն, դրանք կեղծում են կամ այն ժամանակ են կեղծել։ Նրանք այն ժամանակ էլ են սովետական եղել։ Կամ էլ հիմա են կեղծում, հիմա էլ նրանք անկախական են, բայց հարմարվում են, ես չեմ հարմարվել, և իմ նման շատերը չէին հարմարվում, մենք դեմ էինք, մենք ասում էինք ոչ։ Մի քանի հոգի չէին, իրականում ես ասեցի, որ այնպես չէր, որ Սովետական միությունը լավն էր ու մենք ուզում էինք, որ դա քանդվի, այդպես չի եղել։ Հիմա էլ նոստալգիա կա Սովետական միության
նկատմամբ սովետական միությունը զարգացած երկրների մեջ վերջի տեղում էր, զարգացած երկրների մեջ, եվրոպական երկրների մեջ ամենացածր կենսամակարդակը, ամենացածրը գիտության, կրթության մակարդակով, առողջապահության մակարդակով սովետական միությունն էր։ Եթե մենք վերցնում ենք եվրոպական երկրները, ամենացածրը դա էր։ Այնպես չի, որ գիտեք, շատ լավ բան էր, կարագ եւ երշիկ կար ու մենք դրանից հրաժարվում էինք։ Չէ, համեմատության մեջ էր։ Համեմատության մեջ եվրոպական մյուս երկրների հետ համեմատած, ես չեմ ասում ազգայնական շարժման մասին, դա փոփոխության, բարեփոխման, քանդման ենթարկա երկիր էր եւ շատերն էին ուզում, որ դա լինի։ Հիմա կային անհատներ, որոնք դա բարձրաձայնում էին, հայտարարում էին, այդ տարբերությունը դա է։ Մարդիկ կային, որ ասում էին ոչ, մենք բոլորս գիտեինք ոչ, բայց մի քանիսը դա ասում էին, մի քանիսը թռուցիկ էին տպում, գործ էին անում, այսպես ասենք, բայց այնպես չի, որ գիտեք, բան էպոխա փոխվեց 88 թվականին հայ ժողովուրդը ոտքի կանգնեց, հայ ժողովուրդը արթնացավ, այդպես չի, հայ ժողովուրդը եւ մյուս ժողովուրդները սովետական միության, այդ թվում եւ ռուս ժողովուրդը, մենք քնած չենք եղել եւ ոչ էլ ծնկաչոք ենք եղել։ Մենք դատապարտված էինք այդ վիճակին, դատապարտված էինք եւ իզուր չի հանրաքվեի արդյունքները պարզապես չի կարելի անտեսել։ Հանրաքվեի արդյունքները 95%-ը։ Այսինքն ես ասել եմ այո, ես ձայնն եմ բարձրացրել։ Ընդհանրապես տարբերությունը դա է, իմ հարևանները, իմ ընկերները, համակուրսեցիները, հայրենակիցները, նրանք գիտեին դա, բայց նրանք սպասում էին հարմար պահին։ Նրանք ողջախոհ էին, մենք ողջախոհ չէինք, մենք ռիսկային քայլ արեցինք։ Ես կարծում եմ, որ դա է։ Ձեր նախորդ հարցին ասեմ, իհարկե մենք ուզում էինք կարիերա։ Մենք չգիտեմ, կարելի ասել գլուխ գովալու համար ասեմ, մենք այդքան ձախողված չէինք որպես պատանիներ կամ ուսանողներ։ Մենք վերջի շարքերում չենք եղել Նավասարդյան Աշոտի հետ միասին։ Մենք դիմեցինք սովետական Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահությանը, խնդրեցինք Հայաստանում անցկացնել ռեֆերենդում։ Արդյոք Հայաստանի քաղաքացիները, սովետական Հայաստանի քաղաքացիները ուզում են մնալ սովետական միության կազմում, թե ուզում են առանձնանալ եւ ստեղծել հայկական պետություն, անկախ պետություն։ Ուրեմն պատճառաբանությունը հետեւյալն էր, որ քանի որ 1921 թվականի մարտի 16-ին սովետական Ռուսաստանը եւ Թուրքիան քեմալական կնքել էին դաշինք եւ հայ ժողովուրդը դարձել էր զոհը այդ դաշինքի, այսինքն մեր շահերը եւ սովետական Ռուսաստանի շահերը, այդ դեպքում նաեւ սովետական միության շահերը չէին համընկնում, բայց քանի որ մենք համարում ենք, որ ռուս ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է, մենք չէինք ուզում նրա հետ նրան ներքաշել մեր կոնֆլիկտների մեջ, մեր պայքարի մեջ։ Մենք ասում ենք դուք մնացեք ձեր գործին, մնացեք դաշնակիցը Թուրքիային, մենք սովետական միության կազմից դուրս գանք եւ պայքարենք մեր երկրի շահերի համար, մեր ժողովրդի շահերի համար պայքարենք։ Եվ այդ դիմումին մենք պատասխան ստացանք շատ արագ 1981 թվականի սեպտեմբերի 18-ին Սովետական Հայաստանի Գերագույն դատարանը Նավասարդյան Աշոտին եւ ինձ ճանաչեց հատկապես վտանգավոր պետական հանցագործ, ռեցիդիվիստ եւ 11 տարով ուղարկեց հեռավոր վայրեր։ Ուրեմն հիմա արդյոք այն ինչ որ ունենք մենք 1991 թվականի սեպտեմբերի հանրաքվեից եւ այդ փառավոր փառահեղ համերաշխության քվեարկությունից հետո հայ ժողովրդի սովետական Հայաստանի քաղաքացիների 95%-ը անկախությանը այո ասեց։ Մենք ուզեցինք, մենք ցանկացանք եւ ստացանք մեր անկախությունը։ 95%-ը հայ ժողովրդի դա ուզում էր եւ ստացավ։ Հիմա մենք գոհ ենք մեր ստացածից, թե չէ։ Պետականությունը
եւ պետությունը, հաղթանակը, Ղարաբաղը, ժողովրդավարությունը, խղճի ազատությունը դրանք մենք ունենք։ Բայց փուլ առ փուլ, աստիճանաբար, գուցե հենց սեպտեմբերի 21-ից հետո մենք չունեինք ամբողջ անկախությունը։ Ցեք սեպտեմբերի 3-ից եղել։ Չէ, սեպտեմբերի 21-ից 91 թվականի մենք կարծես թե թվում էր թե ստացանք, բայց չստացանք, մենք չկարողացանք, մենք չենք կարողանում տնօրինել մեր բախտը։ Մեր պետությունը անկախ չէ։ Կիս անկախ էր հենց այդ օրերից։ Անկախությունը հռչակելու օրերից մենք չենք անկախացել։ Կիս անկախ ենք եղել։ Իսկ սեպտեմբերի 3-ին մենք պարզապես մանդատ ստացանք, որ մենք կիս անկախ ենք։ Ես համարում եմ, որ մեր դժբախտությունների պատճառը, չկայացման պետության պատճառը, քրեա օլիգարխիկ պետություն ունենալու պատճառը, արտաքին միջամտությունն է մեր գործերին։ Մենք ինքներս չենք ձևավորում մեր իշխանությունը, երբեք հայ ժողովուրդը չէր կարող տգետներին, քրեականներին ընտրել, իր գլխին իշխանավոր դարձնել քրեականներին, դա մեր ընտրությունը չի, դա պարտադրված է մեզ կիսանկախ կարգավիճակից։